Հարգելի իմ դիտորդ, շարունակելով կենդանակերպի միֆոլոգիան և դիցաբանությունը, այսօր ուզում եմ խոսել կենդանակերպի ջրհոս նշանների մասին։ Ջրհոսի համաստեղությունը կենդանակերպի նշանը հին հունական դիցաբանության մեջ կապվում է մի քանի առասպելների հետ, որոնցից ամենագլխավորը Գանիմեդեսի պաշտպանությունն է։ Ջրհոսը խորհրդանշում է երկնային ջրագրին, ով երկնքից երկիր է լցնում կյանք, գիտելիք, անմահություն և այդ տեսակ պարգևող հեղուկ, Ուրեմն Գանիմեդես աստվածների ջրագիրը ամենատարածված հունական առասպելում ջրհոսը նույնականացվում է Գանիմեդեսի հետ, ով Տրոյայի արքա Տրոսի որդին էր։ Բացառիկ գեղեցկություն, Գանիմեդեսը համարվում է երկրագնդի ամենագեղեցիկ մահկանացու երիտասարդը։ Օլիմպոսի գերագույն աստված Զևսը հիանում է նրա գեղեցկությամբ, նա կերպարանափոխվում է և դառնում է հսկայական արծիվ, որը երկնքում պատկերված է համաստեղությունների հետ կապված, իջնում է երկիր և առևանգում է պատանուն Իդա լեռան լանջից։ Ուրեմն Զևսը Գանիմեդեսին տանում է Օլիմպոս լեռ, շնորհում հավերժական երիտասարդություն և անմահություն։ Նա փոխարինում է Հերայի դուստր Հեբեին և դառնում է աստվածների գլխավոր ջրագիրը։ Նրա պարտականություններն էր աստվածներին գավաթները լցնել նեկտարով և քաղցրահամ հեղուկով, որոնք աստվածներին անմահություն էին պարգևում։ Զևսի ի նշան մեծարման Գանիմեդեսի պատկերը տեղադրվում է երկնակամարում որպես ջրհոսի համաստեղություն, որտեղ նա սափորից ջուր կամ նեկտար է հեղում դեպի հարավային ձուկ համաստեղության բերանը։ Ուրեմն Դևկալիոն մարդկության փրկիչը և մեծ ջրհեղեղը, սա հաջորդ միֆոլոգիան է։ Սա Պրոմեթևսի որդու հետ է կապված, ուրեմն աստվածների բարկությունը այստեղ է ի հայտ գալիս։ Զևսը տեսնելով մարդկանց դաժանությունն ու մեղսագործությունները որոշում է մեծ ջրհեղեղով բնաջնջել ողջ մարդկությանը։ Կառուցվում է տապան, Պրոմեթևսը նախազգուշացնում է, որ իր որդին Դևկալիոնին, որ պետք է ուրեմն իր կինը Պիրան, այսինքն Դևկալիոնը և իր կինը Պիրան կառուցեն մեծ տապան։ 9 օր 9 գիշեր տևած ջրհեղեղից հետո տապանը կանգ է առնում Պարնաս լեռան վրա։ Նրանք միակ փրկվածներն էին։ Աստվածների հրահանգով նրանք իրենց մեջքի հետևն են նետում մայր երկրի ոսկորները, քարերը։ Դևկալիոնի նետած քարերից առաջանում են տղամարդիկ, իսկ Պիրայի նետած քարից առաջանում են կանայք։ Հետաքրքիր է, չէ՞։ Այս միֆում ջրհոսը խորհրդանշում է հենց Զևսին, ով երկնքից ջրհեղեղ է թափում երկրի վրա հին աշխարհը մաքրելու և նոր ավելի լավ մարդկություն ստեղծելու համար։ Ուրեմն հունական միֆերից բացի ջրհոսն ունեցել է կարևոր նշանակություն ավելի հին մշակույթներում, օրինակ հին Եգիպտոսում եգիպտացիները հավատում էին, որ ջրհոսի սափորից թափվող ջուրն է պատճառը, որ Նեղոս գետը ամեն տարի վարարում է, այս վարարումը բերիության և կյանքի ուրեմն նշան է, ուստի ջրհոսը համարվում է օրհնության և առատության նշան։ Բաբելոնյան աստղագուշակության մեջ համաստեղությունը ուրեմն կոչում է մարդ և ներկայացնում է իրենց ջրի աստված Էային, ով կյանք տվող քաղցրահամ ջրերի պահապանն է։ Ջրհոսի խորհրդանիշների իմաստը սափորը և ջուրը, թեև նշանի անունը ջրհոս է և աստղագուշակության մեջ այս կենդանակերպը օդի տարերք է համարվում, սափորից հոսող ջուրը խորհրդանշում է ոչ թե ֆիզիկական ջուր, այլ գիտելիք, ինտելեկտ, գաղափարներ և հոգևոր սնունդ, որոնք ջրհոսը լցնում է մարդկության վրա աշխարհը զարգացնելու համար։ Ինչպես Գանիմեդեսը, ով ծառայում էր բոլորին, կամ Դևկալիոնը, ով վերակենդանացրեց մարդկությունը, ջրհոսը խորհրդանշում է ալտրուիզմ, հասարակությանը ծառայելու ձգտում և առաջադիմություն։
Եթե այս բոլորը անփոփելին լինեն, ապա պետք է ասեմ, որ Ջրոսի դիցաբանության առանցքային կերպարը, Գանիմեդեսն ու աստվածների երկնային ջրագիրը, ով Զևսի կողմից անմահացել է և երկնակամարում է, այս համաստեղությունը պատմականորեն խորհրդանշում է աշխարհի մաքրագործումը, կյանքի տվող էներգիայի հոսքը և մարդկությանը փոխանցվող բարձր գիտելիքը։ Քանի որ դիցաբանության մեջ մենք արդեն հասկացանք, թե ինչ դեր ունի կամ ինչ միֆոլոգիա ունի ուրեմն Ջերոս կենդանակերպի նշանը, ապա պետք է ասեմ, որ աստղագուշակության մեջ համարվում է, որ Գանիմեդեսի և Դևկալիոնի առասպելները ուղղակիորեն ձևավորվել են այս նշանի տակ ծնված մարդկանց հոգեբանությունը այսպես ցույց տալու համար։ Մարդասիրություն և ալտրուիզմ, Դևկալիոնի ազդեցությունը։ Ինչպես Դևկալիոնը փրկեց, վերակենդանացրեց մարդկությունը, այնպես էլ ջրոսները հակված են գլոբալ մտածողության։ Նրանց հաճախ է հետաքրքրում ուրեմն ոչ թե մեկ անձի, այլ ողջ հասարակության բարօրությունը։ Նրանք պատրաստ են պայքարել հանուն արդարության, հանուն մարդու իրավունքների և բարեգործության։ Գիտելիքի և գաղափարների տարածողներ են։ Սափորից հոսող ջուրը իրականում ինֆորմացիան է գաղափարների, գիտելիքի շուրջ։ Ջրոսները համարվում են կենդանակերպի ամենաինտելեկտուալ, նորարար և առաջադեմ նշաններից մեկը։ Նրանք սիրում են կիսվել գիտելիքով, հաճախ զբաղվում են գիտությամբ, տեխնոլոգիաներով կամ լուսավորչական գործողություններով։ Անկախության և յուրահատկության ուրեմն առանձնահատկությունը Գանիմեդեսի կողմից, ուրեմն քանի որ Գանիմեդեսին Զևսը վերցրեց երկրային սովորական կյանքից և տարավ Օլիմպոս, այդ պատճառով ջրոսները հաճախ իրենց այս աշխարհից չեն զգում։ Նրանք անկախ են, չեն սիրում ամբոխի կանոններով շարժվել, ունեն յուրահատուկ, երբեմն էքսցենտրիկ հայացքներ և բարձր են դասում իրենց անձնական ազատությունը։ Ունեն հուզական սառնություն, երբեմն լինում են ուրեմն դիտորդի դերում, լինելով օդի տարերկ, ջրոսները առհասարակ էմոցիաներին մոտենում են բանականությամբ, ինչպես երկնքից նայող ջրագիր, նրանք կարողանում են իրավիճակներին նայել կողքից, օբյեկտիվորեն, առանց ավելորդ դրամատիզմի։ Ինչ է նշանակում նաև Ջրոսի դարաշրջան։ Աստղագիտական և աստղագուշական տեսանկյունից երկրի առանցքի տատանման պատճառով գարնանային գիշերը հավասարի կետը մոտ 2160 տարի մեկ անգամ անցնում է կենդանակերպի մի նշանից մյուսը, մարդկությունը վերջին 2000-ամյակներն անցել է ձկների դարաշրջանում, որը կապվում է քրիստոնեության կրոնի, հավատքի և գաղտնիքների հետ։ Այժմ մենք անցում ենք կատարում կամ արդեն իսկ անցել ենք դեպի Ջրոսի դարաշրջան։ Ինչով է բնութագրվում այս դարաշրջանը։ Տեխնոլոգիական թռիչք, քանի որ Ջրոսը կառավարում է ուրան մոլորակը, հեղափոխությունների, էլեկտրականության և ապագայի մոլորակը, այս դարաշրջանը բերում է արհեստական, բանականության, տիեզերագնացության, ինտելեկտի և թվայնացման աննախադեպ զարգացմանը։ Եվ քանի որ այստեղ կա ապակենտրոնացում և ազատություն, հիերարխիկ խիստ ուրեմն կառավարվող համակարգերի, պետությունների, կոռուպցիաների փոխարինելու են գալիս ցանցային, ապակենտրոնացված կառույցները, օրինակ բլոքչեյն, սոցիալական հարթակներ, որտեղ անհատի ազատությունը ավելի մեծ է։ Համաշխարհային միասնություն, մարդիկ սկսում են իրենց զգալ ոչ թե կոնկրետ ազգի, այլ ողջ երկրի մոլորակի քաղաքացի։ Կրկին սա բերում է գլոբալ մտածելակերպի կամ մտածողության դրսևորում։ Ինֆորմացիոն հեղեղ, գիտելիքը դառնում է հասանելի բոլորին, ինչպես սափորից հոսող ջուրը, գաղտնիքները բացահայտվում են և ինֆորմացիան դառնում է գլխավոր արժեքը։ Քանի որ Ջրոսը ունի երկու մոլորակ,
Խոսենք մոլորակների մասին, օրինակ Սատուրնի ազդեցությունը ջրոսի թաքնված կողմն է համարվում։ Աստղագուշակության մեջ ջրոսն ունի երկու կառավարող մոլորակ, ժամանակակից աստղագիտություն նրան կապում է Ուրանի, հեղափոխություններ, ազատություն, նորարարություն, Ուրան մոլորակի հետ, սակայն հին աշխարհում մինչև Ուրանի հայտնաբերումը, քանի որ այն ժամանակ Ուրանը հայտնաբերված չի եղել եւ տեսանելի չի եղել, ջրոսի միակ կառավարիչը եղել է Սատուրնը, ժամանակի կառուցվածքի օրենքի կարգապահության աստվածը։ Սատուրնի ազդեցությունը ջրոսին տալիս է հետևյալ գծերը՝ ռազմավարական մտածողություն, չնայած ջրոսները սիրում են նորարարություններ, նրանք խենթ չեն, Սատուրնը նրանց տալիս է սառնասրտություն, տրամաբանություն եւ իրենց գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն։ Նրանք պատասխանատվություն են զգում հասարակության հանդեպ, եթե ջրհոսը որևէ գաղափար է առաջ քաշում, նա պատրաստ է տարիներով աշխատել դրա վրա, ուրեմն ինչպես Դևկալյոնը, ով համբերատար վերակառուցեց աշխարհը։ Սատուրնը ջրհոսին դարձնում է ֆիքսված կայուն նշան։ Սա նշանակում է, որ նրանք ունեն երկաթյա սկզբունքներ, որոնք գրեթե անհնար է փոխել։ Ջրոսի համատեղելիությունը սիրո եւ աշխատանքի մեջ, լինելով օդի տարերքի նշան, ջրոսը հարաբերություններում առաջնահերթությունը տալիս է ինտելեկտուալ կապին եւ ազատությանը։ Նրանք պետք է զուգընկերներով նախ եւ առաջ լինեն լավագույն ընկերներ, հետո նոր զույգ ընկերներ։ Լավագույն հարաբերությունները, որ կարող են կառուցել ջրոսները, դա օդի եւ կրակի նշաններն են, երկվորյակներ եւ կշեռք, օդի տարերք։ Սա կատարյալ ուրեմն հասկացողություն է, նրանք խոսում են նույն լեզվով, հարգում են միմյանց անձնական տարածքները եւ սիրում են քննարկել նոր գաղափարներ։ Հարաբերությունները թեթև են, զերծ են ավելնորդ խանդից եւ սահմանափակումներից։ Խոյ եւ աղեղնավոր կրակի տարերք, կրակը բորբոքվում է օդից, խոյն ու աղեղնավորը ջրոսին տալիս են այն էներգիան եւ արկածախնդրությունը, որը անհրաժեշտ է նրա գաղափարները իրագործելու համար։ Նրանք միասին երբեք չեն ձանձրանում։ Բարդ, բայց կրքոտ հարաբերություններ կարող են ստեղծել կենդանակերպի առյուծ նշանի հետ ջրոսները։ Ջրոսի հակադիր նշանն է երկնակամարում հենց առյուծը կենտրոնացված է սեփական եսի եւ փառքի վրա, իսկ ջրոսը հասարակության եւ մենքի վրա։ Նրանք կարող են կամ հիանալի լրացնել միմյանց, կամ անդադ պայքարել առաջնորդ լինելու համար։ Ամենաբարդ հարաբերությունները ջրհոսների համար դրանք ցուլ, կույս, այծեղջյուր, հողի տարերքներն են, չափազանց պրակտիկ եւ երկրային են ջրոսի թռիչքային գաղափարների համար։ Ջրոսին նրանք կարողանում են թվալ ձանձրալի, իսկ իրենք ջրոսին կհամարեն անպատասխանատու ամպերում սավառնողի մեկը։ Խեցգետին կարիճ եւ ձկներ, սա ջրի տարերքն է, ջրի նշանները պահանջում են խորը էմոցիոնալ կապվածություն եւ կրքեր, ինչը ջրհոսին վախեցնում է։ Ջրհոսի սառնությունը կարող է վիրավորել հուզական ջրի նշանին։ Եվ ջրոսը աշխատանքի մեջ համարվում է ռեֆորմատորներ եւ նորարարներ։ Նրանք ատում են խիստ գրաֆիկները, նրանց չի կարելի ստիպել աշխատել ժամը առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը։ Նրանց համար գիտություն, աստղագիտություն, սոցիոլոգիա, մարքեթինգ եւ արվեստ հրաշալի այսպես աշխատանքներ են։ Այսքանը հարգելի ջրոսներ ձեր միֆոլոգիայի մասին, հուսով եմ մանրամասը ասեցի, կարող եք մի քանի անգամ լսել եւ ճանաչեք ինքներդ ձեզ։